Բարի օր սիրելի հերոստատիտող, այսօր պատրաստելու ենք հավի բուտիկներ, բայց ինչպես որ տեսնում եք, ստեղ բուտիկ չի գա, այո չի գա, քանի որ պատրաստելու ենք հավի կրծքամիսով հավի բուտիկ, որը ցևով եւ ամեն ինչով լինելու է հավի բուտիկի նման, իսկ մեջը լինելու է հավ եւ լիքը ուրիշ համովություններ, այսինքն այս ուտելուց արդեն իրական հավի բուտիկ չեք ուտի, ես կուտեք միան։ Հետաքրքիր պարարտադոմս է, հյուրերի համար շատ հետաքրքիր է, երեխաների համար շատ հետաքրքիր է, կարող եք միշտ պատրաստել եւ ձեր ընտանիքի համար եւ ձեր հյուրերի համար։ Այսօրվա պարարտադոմսի համար մեզ պետք է 1 պակետ շերտավոր խմոր, 300 գրամ խաչած հավի կրծքամիս, կես հատ կանաչ պղպեղ, կես հատ կարմիր պղպեղ, մի քիչ ազատկեղ զարդարանքի համար, 1 բաժակ եգիպտացորեն, 3 ճաշի գտալ սերուցկային պանիր։ Պղպեղները պետք է մանրացնենք, շատ մանր։ Ես ասել եմ, որ կես պղպեղ ենք օգտագործելու, այսինքն կես կարմիր եւ կես կանաչ։ Եթե սիրում եք գծու, կարող եք մի տետև գծու էլ ավելացել, բայց ես սիրում եմ այս բուդիկները իրականում, որ պատրաստում ենք, երեխաները շատ են սիրում, սո դրա համար գծու չեմ անում, բայց ինչ եմ անում, կողքը մի հատ սոս եմ պատրաստում եւ այդ սոսի մեջ տատախելով վայելում եմ։ Մի խոսքով, եթե շատ ինձ նայեք, մտածում եմ, որ դուք գծու կուտեք։ Իսկ որտեղից եք վերցնելու այդ սոսը, որտեղից եք վերցնելու բաղադրիչները մեր, կարող եք 8 սուպերմարկետից վերցնել, որովհետև ունեն ամեն տեսակի ապրանք, ամեն տեսակի որակի, այսինքն ավելի ճիշտը բարձր որակի, եւ մեկը իրանցից վերցնելուց դուք մասնակցում եք խաղարկությունների։ Ամենահետաքրքիր վիճակախաղը իրանց կովաստային վիճակախաղն է, որը մշտական անում են ու մշտական մարդոց շահացնում եմ նիկը բան։ Օրինակ հունիսին է հետաքրքիր էր, որ մեր հերոստատիտողներն մեկը շահեցավ, գիտեմ շատ վստահ եմ, որովհետև լիքը մարդ նայում է մեզ ու 8-ա գնում ու կամ էլ 8-ի հաճախորդ է եւ մեծանայում։ Այսինքն մի խոսքով մեր հերոստատիտողներից շահել են։ Մի խոսքով դարոսը մույս հաղթողներին։ Գնացեք ուտուտից ձեր քնումները կատարեք ու մասնակցեք բոլոր խաղարկություններին։ Իսկ ինչ վերաբերվում է սոսին, որովհետև սոսի մասին էի խոսում, միտքս եկավ սուշեֆի մասին խոսամ, որովհետև դե այսօր իհարկե փրինցի ցետով ենք տապակելու բուտիկները, քանի որ ընդհանրապես փրինցի ցետը շատ լավ տարբերակ է deep fry անելու, այսինքն խորը տապակելու, ընդհանրապես կմոռանաք sunflower oil-ի մասին, այսինքն արևածաղիկի ցետի մասին եւ կսկսեք օգտագործել փրինցի ցետ, որպեսզի լինի ավելի առողջարար, ավելի թեթև, քոլեստերոլը համակարգ է մարմինի եւ այլն շատ ճիշտ բաներ ասեցի, տեսակ, միշտ ճիշտ եմ խոսում, քանի որ համի կախտիկը միան ճշգրտության մասին է։ Բանաստեղծ կարայի լինեի, օքեյ։ Մի խոսքով պղպեղները կտրատեցի, մի քիչ պատմեցի, մեր կովաստատուներից պատմեցի, ամեն մեր կախնիկները ասեցի։ Հիմա արդեն կշարունակենք։ Մի հատ դեղ բացենք, ավելացնենք մեր պղպեղները։ Եգիպտացորեն, Իսկ հավը, մեր պապուկ հավը, այսպես մարացնելու ենք։ Ինչ են մի հատ սերքերս մաքրեմ կամ իհարկե ABC-ով, մի հատ էլ մաքրակորձենք ստեղ ու վերադառնանք։ Հիմա մի հատ նայենք, որտեղ ենք հասել, բաբեղները թրել ենք, ավելացնելու ենք պանիրները եւ համեմունքը։ Մի հատ գտալ։ Պանիրը cream cheese-ը կամ սերուցքային պանիրը։ Հիմնական համեմունքներից մեկը սպիտակ պղպեղն է, ջերմակ պղպեղ։ Ավելացնում եմ։ Սպիտակը իրականում լավ գծու է, տենց մի կարծեք, որ ինքը սպիտակ է, անմեղ է, գծու չէ, գծու է։ Աղ,
մի քիչ սև բաբեղ։ Հիմա մի հատ ծերնոց տնենք եւ շաղենք։ Լավ շաղում ենք, այսինքն ոչ թե ջզվում ենք, այլ տենց ենք խառնում, որ բոլոր պաղաթիչները իրար հետ լավ ամուսնանա։ Սոսը, հավը, եգիպտացորենը, բաբեղները, համեմունքերը։ Դե իհարկե, այստեղ պետք էր ասեի, որ ես շատ ուրախ եմ, որ Մարիանիկը սպիտակ բաբեղ ունի, քանի որ իմ ամենասիրած նորեն համեմունքներից է սպիտակ բաբեղը։ Եվ ուրախ եմ, որ իմ ամենասիրած ֆիրման կամ ապրանքանիշը ունի այդ։ Մեր միջուկը պատրաստ է։ Ստեղ հավգիտի եւ բաքսիմատը պատրաստենք, որպեսզի իրենք պատրաստ լինեն թաթախվելու։ Ստեղ դնում եմ հավգիտը։ Մի քիչ աղ։ Սև բաբեղ։ Մի քիչ այստեղ։ Հիմա բաքսիմատ կամ կարգանթակի փոշի հիմա խմորին ժամանակն է։ Իհարկե մի քիչ ալյուր եմ դնելու, որպեսզի իրեն լավ բացեմ, հետո կտրատեմ։ Իսկ եթե դուք շերտավոր խմոր գտնեք ընդհանրապես կտրատած, ավելի հեշտ կլինի ձեր համար։ Դե իհարկե ալյուրներ օգտագործում ենք միայն Մարիանիկ։ Ու արդեն բացենք։ Մի հատ լանքին, մի հատ երկանքին։ Ինչքան բարագլա, այնքան լավ։ Բայց դե որ քարակուսի ենք կտրատելու, պետք է այդ հաշիվը անենք։ Տիկ, տրակ, տրիկ, տրակ։ Գնաց։ Կարանք մի քիչ ալյուր անենք, թանագը ու շարունակենք։ Կտրատում ենք կարագուսիների, ճիշտ այսպես։ Իրականում, եթե ուզում եք ավելի մեծանեք, կարող եք ավելի մեծանել։ Հիմա այստեղ մի հատ սիրուն շարենք, որպեսզի միջուկները տնենք։ Ինչ ենք անում։ Մենք ունենք միջուկը։ Մի հատ էլ ենք խառնում։ Ու սկսում ենք թնել ամենմեկուն մեջ։ Ճիշտ այսպես, ամենմեկուն մեկ կտալ։ Մեկ անգունում ենք թնելու, որովհետև երբ որ այստեղ հավաքենք իրար վրա, այստեղ ոսկոր ենք ունենալու պուտիկի, իսկ այստեղ փակելու ենք, այսպես, տեսակ, այստեղ մի քիչ այդ խմորը մինակ մնում է, այստեղ էլ պուտիկը, ու այսպեսով մի հատ պուտիկ ստացամ, իսկ հիմա քանի որ ես շատ կաշխատեմ և շատ կծարավնամ, կգնամ միացանարանից համով պաղջուր կվերցնեմ սիլից և կխմեմ։ Մինչ այդ, որովհետև մենք արդեն գրեթե մի քանի հատից պատրաստ կլինենք, կարող եմ արդեն ես փրինցից հետը տնել, որ ինքը տաքանա, քանի որ մենք deep fry պետք է անենք, ինքը լավ պետք է տաքանա։ Սո հիմա մի հատ կավելացնեմ, որ տաքանա։ Կարող ենք սկսել արդեն։ Հետո բաքսիմատ։ Ճիշտ այսպես։ Տեսակ մեր պուտիկը ինձ անուսիկ է։ Իրական, իսկական պուտիկը։ Հիմա տապակելու։ Երևի 4-4 կտապակենք, տեսեք տեղարից։
մի հատ նայեք ոսկե քույն համով հոտով մուտիկներ Սիրունություն, անուշիկություն, ոսկեքույնություն, մի հատ այդ խրխտանությունն եմ ուզում ցույց տալ ցեզ։ Տեսակ։ Շարում ենք։ Մի քիչ ազատ գեղ։ Բայց մենք ուրիշ բան կրնանք անել։ Կրնանք այս մի հատը կտրել։ Մոտիկ են տեսնեք։ Վաու, տեսակ։ Եվ այսօրվա պաղաթրադոմսը հավի գրծկամիսով բտիկները պատրաստ են։ Դուք էլ պատրաստեք և վայելեք, բարյախորժակ։ Դե ինձ սիրելիներս, տեսակ ինչքան հետաքրքիր պաղաթրադոմսեր, իսկ հիմա ես անհամբեր եմ փորձելու այս դրսից խրխտան, ներսից հյութալի բուտիկները, գնացինք։ Վաու։ Սենց համով բան։ Դուք իսկական չեք կերած։ Դե ինչ, վաղը հանդիպենք նույն ժամին 9:00 և 17:00 կենտրոն TV եթերով։ Համի կախնիկ, շաղի հետ։ Ցտեսություն։